Ողջույն, Reopen-ի եթերում ամփոփում ենք նոյեմբերի 7-ը։ Չնայած Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության դարաշրջանի մասին, Ադրբեջանից հնչում են ագրեսիվ հայտարարություններ։ Ադրբեջանցի պատգամավորը սպառնացել է ուժ կիրառել, եթե Հայաստանը չբացի այսպես կոչված միջանցքը։ Վերջերս արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր հայտարարել, թե սահմանադրությունը որևէ խնդիր չի պարունակում Ադրբեջանի համար եւ որ այդ հարցը չի քննարկվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես սպառնալիքներ է հնչեցրել։ Նա հայտարարել է, թե նա ով կփորձի սադրանք իրականացնել Ադրբեջանի դեմ, խորապես կզղջա։ Սա Ալիևի երկրորդ սպառնալիքն է մեկ շաբաթվա ընթացքում մեքենայով Երևան ժամանելու մասին նրա աղմկոտ հայտարարությունից հետո։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակն էլ նորից հիշեցրել է անկլավների մասին, նշելով, որ 4 ադրբեջանական գյուղերի վերադարձը մնում է իրենց ուշադրության կենտրոնում։ Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոփյանը։ Նա մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու եւ կոռուպցիայի գործով փողերի լվացման մեջ։ Նրա հետ միասին ձերբակալվել է եւս մի քանի հոգի։ Միացյալ Նահանգների նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը խոսել է Վաշինգտոնում կայացած Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման մասին եւ գովաբանել Ադրբեջանի նախագահին։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը կրկին խոսել է տարածաշրջանի մասին, նա գովաբանել է դեռևս գոյություն չունեցող ճանապարհը եւ վստահեցրել, որ բոլորը կշահեն իր հաստատած խաղաղությունից։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։